Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացնել արտահերթ ընտրություն, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ մեխանիզմներով ու ինչ ժամկետներում է դա հնարավոր, շրջանառվում են մի քանի տարբերակներ, բայց մինչ այդ հասկանանք հայտարարության վերաբերյալ գյումրեցիների տրամադրությունը։ Դրանք Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, նոր ընտրություններ կազմակերպվեն։ Չէ ուզենա, ինչ որ եղել է, եղել։ Չեմ ուզենա։ Ինչու՞։ Որտեղ մարդը նորմալ անցել է, նորմալ ընտրություններ եղել, ինչու համար։ Ոչինչ չունեմ ասելու։ Հա, եւ գույսում ենք։ Ոչինչ չեմ ուզում։ Թող լինի։ Չի չէ։ Չգիտեմ, ինձ համար մեկ է։ Կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էտել թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած։ Արագ գործողությունների կարիք վարչապետը տեսնում է մասնավորապես Գյումրու Անի թաղամասի փողոցների անբարեկարգ պատկերը տեսնելով, սակայն այդ համատեքստում նախորդին ամենաշատ քննարկվող հարցը հենց արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցն էր։ Հենց այնպես, պարզապես, ուրեմն լուծարել ավականին հնարավոր չէ։ Իսկ ինչպես է հնարավոր, օրենսդրությունը մի շարք ճանապարհներ է նախատեսում։ Դրանցից մեկը համայնքների վերախոշորացումն է, որը Հայաստանում արդեն կիրառված գործիք է, ասում է Լևոն Բարսեղյանը։ Վարչարարական շահը կամ կառավարման շահի տեսանկյունից կարելի է գուցե տնել, բռնել, գցել, հաշվել, որ այդպես ավելի լավ կկառավարվի, խոշորացվածը այդ մասշտաբով, այդ աշխարհագրությամբ ավելի լավ բան է, քան թե չխոշորացվածը։ Բարսեղյանը մատնանշել է նաև մեկ այլ սցենար, եթե ավականին մեկ նստաշրջանի ընթացքում չկարողանա նիստեր գումարել կամ որոշումներ ընդունել, կառավարությունը կարող է որոշում կայացնել դրա լուծարման մասին։ Նա հիշեցրել է, որ ներկայում Գյումրու ավականուն դիմադիր խմբակցությունները միասին ունեն 19 մանդատ, մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 14։ Ուստի եթե իշխանությանը հաջողվի համոզել ավականու մի քանի անդամների փոխել դիրքորոշումը կամ չմասնակցել նիստերին, ապա հնարավոր է ստեղծել քաղաքական նոր իրավիճակ։ Եթե նիստերի չի գնում 19 հոգուց 18-ից եւս 2 հոգի, ՔՊ-ի 14 հոգին էլ նիստերի չի գնում, 16 հոկանոց ավականին նիստ գումարել չի կարող, քվորում չէ, եթե մեկ նստաշրջան դա տեղի է ունենում, հիմա այս կանոնայինը բրձավ։ Աշունը, ասենք, սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ։ Եթե նիստեր չեն գումարվում, դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշում է լուծարել Գյումրու ավականին եւ նոր ընտրություններ նշանակել արտահերթ։ Մեկ այլ տարբերակ ըստ նրա գործող քաղաքապետին անվստահություն հայտնելն է։ Այդ դեպքում ավականին չի լուծարվի, սակայն հնարավոր կլինի ընտրել նոր համայնքապետ, եթե ընդդիմադիր խմբակցությունից առնվազն 3 անդամ աջակցեն իշխող ուժի թեկնածուին։ Ավականին չի լուծարվում, չի փոխվում այդ սցենարի դեպքում։ Քվեարկում են ՔՊ-ի հետ, ՔՊ-ից ինչ որ մեկը դառնում է համայնքի ղեկավար։ Տեղակալն էլ լինում է այդ 3 հոգուց մեկը, որոնք անցնեն այս կողմ։ Այսպիսով արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն իրավական եւ քաղաքական մի շարք բարդ գործընթացների արդյունքում, իսկ դրանցից որևէ մեկի իրականացումը դեռևս մնում է տեսական հարթությունում։ Նշենք նաեւ, որ Գյումրու ավականու հերթական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։